Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, ինչպես արդեն նշվեց, առաջին ընթերցումից հետո լրամշակվել է եւ արժանացել է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը մարտի 24-ին։ Մեր կարծիքով քննարկվող օրինագիծը համապատասխանում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, հասարակության բարեկեցության բարձրացման, անվտանգության, դիմակայության եւ իրավունքի ամրապնդման Հայաստանի հանձնառությանը։ Օրինագիծը համահունչ է Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման Հայաստանի նպատակին, համաձայն ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 21-26 թվականների ծրագրին։ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման մասին հայտնի ուղերձը հղել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը Եվրոպական խորհրդարանում հնչեցած ելույթի շրջանակներում։ Եվրոմիության հետ հարաբերությունների զարգացումը համապատասխանում է նաև Հայաստանի կառավարության որդեգրված, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը, ուղղված տնտեսական եւ անվտանգային համագործակցության դիվերսիֆիկացմանը, գործընկեր երկրների եւ կառույցների հետ հարաբերությունների խորացմանը։ Մեր արտաքին քաղաքականության համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի փոխգործակցության աննախադեպ դինամիկան, որն արտահայտվել է համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում։ Եզրափակելով ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ օրինագիծի ընդունումն ինքնին չի հանդիսանում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտ, այնուամենայնիվ այն հաղորդում է Եվրոպական միության հետ գործընկերության հորացումը նոր մակարդակի հասնելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումը եւ համահունչ է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Շնորհակալություն, առաջարկում ենք կողմ քվեարկել օրինագիծը։ Քվեարկությանը դրում քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 64 դեմ 7 ձեռնպահ 0 որոշումն ընդունվել է։